ամենամեծ հոբիս դա ընթերցանությունն է։ Առհասարակ ինքնին ընթերցանության process-ը արդեն ուղեղը զարգացնում process է։ Անկախ ոլորտից։ Նույնիսկ եթե թերթ ես կարդում, այդ process-ը արդեն ուղեղը զարգացնում է ինչ-որ չափով։ Եվ եթե ինձ հարցնում են դու 0-ից ես այս բիզնեսը սկսել, պատասխանում եմ ոչ։ Ինձ այս բիզնեսով զբաղվելու ոգեշնչում է կարիքը, գիտելիքի կարիքը, գիտելիք տարածելու անհրաժեշտությունը։ Բացարձակ ուրիշ ազդեցություն է ունենում եւ նաեւ երեխայի համար եւ ծնողները բարգաստու հասկանում են, ինչեւ որս ամենավաճառվող բաժինն է մանկական գրականությունը։ Առանց գիտելիք չես կարող ճիշտ քայլեր անել, եթե գիտելիք ունենաս քայլ չանես, արդյունքը էլի 0 է։ Ես իրոք համարում եմ, որ չունեմ մրցակից, բայց գիրք կարդալը դա անհրաժեշտություն է եւ ինքը պետք է մարդուն անընդհատ ուղեկցի, ոչ թե տոնից տոն, ինքնուրույն համոզմունք։ Սկսում ենք մեր այսօրվա հաղորդումը, Business Challenge հաղորդում, որն ուղղված է խոսելու հատկապես փոքր ու միջին բիզնեսի մասին, վերհանելու վերջինիս առանցքային խնդիրները եւ փորձելու լուծումներ առաջարկել դրանց վերացման համար։ Հաղորդում, որը նաեւ ուրիշների պատմություններով, դեմքերով ու դեպքերով օրինակ է դառնալու ձեր գուցե առաջին, գուցե ընթացքային քայլերի համար։ Մեր այսօրվա հյուրն է Լորիս Վարդանյանը, բեսթսելեր գրախանութների ցանցի հիմնադիր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լորիս ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ մեր հրավերը ընդունելու համար։ Ինչեւ հաղորդումը մենք հասցրեցինք մի երկու բառ փոխանակվել, զրուցել եւ մեր ծրագրի հաղորդաշարի մասին եւ լսել ձեր գործունեության մասին։ Հիմա մի քիչ պատմենք մեր դիտողներին, թե ինչ բիզնեսով եք դուք զբաղվում, ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ես սիրում եմ ասել, որ ինչով ես զբաղվում եմ, դա բիզնես չի, դա առաքելություն է։ Մեկ նախադասությամբ, եթե ուզենամ ձևակերպել, մենք գիտելիք ենք տարածում լավագույն գրքերի միջոցով։ Եվ մեր բիզնեսը ուղղված է այդ առաքելությունը իրականացնելու։ Ինչքան ժամանակ է բեսթսելեր, ինչքան տեղյակ եմ, բավականին վերջերս է հիմնադրվել որպես այդպիսի անվանումով գրախանութների ցանցը, ինչպես սկսվեց կոնկրետ բեսթսելերի պատմությունը, դրանից առաջվան դեռ կանդրադառնանք։ Բրենդը ստեղծել եմ 1.5 տարի առաջ մոտավոր, առաջին գրախանութը, որը գտնվում է Մեգամոլ առևտրի կենտրոնում, բացել եմ 2024-ի աշնանը, հոկտեմբերի 1-ից է գործել։ Ցանց դարձել է այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ավելացան եւս երկու գրախանութ այդ բրենդի տակ գործող, մեկը գտնվում է Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանում, մյուսը երիտասարդական մետրոյի կայարանում։ Նաեւ ունենք շոուրում, այսպես ասած, ցուցասրահ, որը իրականացնում է մանրամեծածախ առևտուր եւ որտեղ տեղակայված է մեր պահեստը, մեր գրասենյակը, ամեն ինչ մեկ կետում, դա Սևանի 110 հասցեում է գտնվում։ Բիզնեսի մասին խոսելուց հատկապես հիմնադրի հետ շատ կարևոր է նրան հարցնել, թե նա ինչ փորձառություն է ունեցել, գուցե կրթության մասին խոսել, մասնագիտություն, հոբի, մի փոքր կպատմեք ձեր մասին, Լորիս ջան։ Փորձառություն կարող եմ ասել, որ մեծ փորձառություն ունեմ գրավաճառության ոլորտում, նաև հրատարակչության, ավելի քան 28 տարի է այս բիզնեսի մեջ եմ, ամբողջ կյանքում եղել եմ այդ ոլորտում, եղել եմ բուկինիստ գրախանութների ցանցում, ամբողջ կյանքս, հետո որոշեցի հիմնադրել սա, որոշեցի շարունակել այս բրենդի տակ հասկանալի գործունեությունը, մասնագիտությամբ ընդհանրապես այլ մասնագիտություն ունեմ, շինարար եմ, ճանապարհ շինարար եմ, սակայն երբեք չեմ աշխատել այդ մասնագիտությամբ, դեռ ուսանող տարիներից արդեն գրավաճառ էի դարձել եւ ինձ շատ հոգեհարազատ, պարզվեց, որ շատ հոգեհարազատ է ոլորտը ու մնացի, այս ոլորտում մնացի։
Իսկ մասնագիտությունը ամեն դեպքում ինչ որ ծև ենթադրում եմ, որ համալսարանական որևէ կրթության մասն է։ Ինչ եք կարծում, ինչ որ դեր խաղացել է ձեր գործունեության մեջ, ունեցել է իր դրական հետքը, թե միանշանակ ունեցել է, ճարտարապետաշինարարական համալսարանն եմ ավարտել եւ անպայման իմ մտածողության ձևավորման մեջ դեր ունեցել է տեխնիկական կրթություններ, անընդհատ խնդիրների լուծում էր ենթադրում, ինչը բնորոշ է նաեւ բիզնեսմենին, այսինքն անպայման դրական է ազդել եւ շատ բան սովորել եմ ես, չնայած մասնագիտական առումով չեմ օգտագործել։ Խնդիրներ լուծել եմ սովորել եմ տարածական պատկերացում, օրինակ, դա էլ է շատ օգնում խանութի ձևավորման, դիզայնի եւ այլն հարցում։ Խանութի դիզայնի ձևավորման մեջ ինչ որ դեր է կատարել նաեւ ձեր կրթությունը, որովհետեւ նկարներով նայեցի, փորձեմ Երևանի տարբեր ձեր նշած կետերում էլ ուշադրություն դարձնել, ոճային առումով տարբերվում էր միանշանակ այլ համանման գրախանութներից։ Այո, դիզայնը իմն է, ես եմ կազմել։ Որպես այդպիսին, ձեր գրախանութների ցանցը, ձեր գործունեությունը, ես ոնց հասկացա բիզնես հոբին, բայց չանդրադարձենք, այ հոբիներին էլ կարելի է, էլի։ Հա, անդրադառնալ։ Հոբի, որպես այդպիսին շատ հոբիներ չունեմ, ամենամեծ հոբիս դա ընթերցանությունն է, որը ինձ համար ավելի է, քան հոբին, դա ինձ համար կյանքի ոճ է, կենսակերպ է։ Ունեմ այլ հոբիներ նույնպես, արևելյան մարտարվեստներ եմ սիրում, զենքեր եմ սիրում, այդքան է երևի։ Հա։ Որպես ընթերցանությունը ձեր վրա ազդող մարդ եւ այդ ոլորտում ձեր գործունեությունը ծավալող մարդ, ըստ ձեզ որ տեսակ գրքերն են ավելի շատ ձեզ մոտիվացրել, հնարավորություն տվել ձեր մտածելակերպի, մտահորիզոնի վրա ազդել, թեգուզ եւ որը կիրառում եք այսօր ձեր գործունեության մեջ։ Գիտեք, կոնկրետ դժվար է առանձնացնել։ Ոլորտային թեգուզ, հա։ Կյանքի տարբեր էտապներում, տարբեր տարիքներում տարբեր տեսակի գրականություն է մարդը ընթերցում եւ ամեն մեկը իր ուրույն ազդեցությունը ունենում է մարդու մտածողության զարգացման վրա։ Առհասարակ ինքնին ընթերցանության process-ը արդեն ուղեղը զարգացնում process է։ Անկախ ոլորտից։ Նույնիսկ եթե թերթ ես կարդում, այդ process-ը արդեն ուղեղը զարգացնում է ինչ որ չափով։ Ես շատ կարևոր եմ համարում զարգացման հարցում գեղարվեստական գրականության ընթերցումը, առաջին հայացքից կարող է թվալ, որ չէ մասնագիտականն ավելի կարևոր է եւ այլն, բայց չէ, մարդու ընդհանուր զարգացման վրա գեղարվեստական գրականության ընթերցումը շատ լուրջ ազդեցություն է ունենում։ Եվ իհարկե ոլորտային գրականությունն էլ պարտադիր պետք է կարդալ կախված պահանջից, կախված թե այդ պահին որ գործիքդ ես ուզում զարգացնես։ Հասկանալի։ Մի մեկնաբանություն գեղարվեստականի հետ, ճիշտ ասած չեմ մտաբերի, թե որտեղ ինչ պայմաններում եմ կարտացել, բայց մի միտք եմ կարտացել, որ հատկապես բիզնես գործունեություն։ Ես այսօր մեր հանդիպմանը կաշխատեմ բիզնես բառը շատ չօգտագործել, որտեղ ինչպես հասկացա, դուք ավելի այլ բառերի գործարարություն, ձեռներեցություն կողմնագիծն եք եւ բացի դրանից մենակ բիզնես չէ, ինչպես լսեցինք ձեզանից։ Չէ, հանգիստ կարակ օգտագործեք, իհարկե բիզնես է։ Իհարկե բիզնես է։ Այո։ Բիզնեսի տեսանկյունից մի հետաքրքիր միտք եմ կարտացել, որ երբեմն դու ինչ-որ թեկուզ մասնագիտական զարգացվածություն ապահովելու համար, երբ որ դու կարդում ես, չգիտեմ, մեկ նախադասություն, մեկ պարբերություն բուն քո մասնագիտությունից, դա հիշվում է, սովորում ես դրանից, բայց երբ որ դու կարդում ես, ենթադրենք, մեկ գիրք կամ այդ գրքի ինչ-որ մի քանի գլուխներ գեղարվեստական գրականության, որտեղ դու հատում ես տեսնում քո գործունեության մասին, որտեղ որ պատկերազարդ քո գլխում ստեղծվում են այդ պատկերները ու դու տեսնում ես հատումը զուգամիտումը քո գործունեության հետ, դա խտանում է նաև քո գործարար մտածողության վրա, դա հնարավորություն է տալիս ու որպես գիտելիք առավել ֆունդամենտալ է նստում քո ուղեղի մեջ հետագա զարգացումների համար, չգիտեմ, զուտ հիշեցի ձեր այդ մտքի հետ զուգահեռ անցկացնելով։ Իհարկե, համոտ եմ։ Լորիս ջան, սենց հարց, ինչով է տարբերվում ձեր
գրախանութների ցանցը մյուսներից եւ ով է ձեր հաճախորդը որպես այդպեսին։ Տարբերվում է կոկիկ դասավորվածությամբ գրքերի, տարբերվում է դիզայնով, տարբերվում է սպասարկման որակով, չեմ զլանա ասել, եւ ամենակարևոր տարբերությունը մենք նախնական ընտրություն ենք կատարել մեր հաճախորդների համար եւ արդեն ընտրել ենք գրականությունից լավագույնը եւ ցուցադրում ենք լավագույն մասը գրականության։ Մեր մոտ ցուցադրված ամեն մի գիրք ինչ որ առումով արդեն բեսթսելեր է կամ եղել է բեսթսելեր։ Եվ գնացել ենք այն ճանապարհով, որ կատարենք այդ ընտրությունը եւ ոչ թե ներկայացնենք ամբողջ շատ մեծ տեսականի եւ մարդուն ասենք արի դու ինչ ուզում ես մեջից ընտրի, այլ մենք նախնական այդ ընտրություն ենք կատարել, թույլ ենք տվել մեզ մասնագիտական կատարել ընտրություն, որ հեշտացնենք հաճախորդի գործը հեշտացնենք եւ ավելի հեշտ կարողանա կողմնորոշվել։ Մենք իհարկե խոսելու ենք աշխատակիցների մասին, բայց մի հատ հարց էլի ձեր մտքից ուզեցա տալ ձեզ, այսինքն ձեր միտքը ենթադրում է, որ դուք ձեր աշխատակիցներին վերապատրաստման ինչ-որ փուլերով անցկացնում եք, որ մեծամասամբ իրենք տեղյակ լինեն, թե ինչ են վաճառում, բնականաբար հասկանալի է, որ աշխատակիցները պարտավոր չեն եւ չեն կարողանալու այդ ամբողջ մեծ աշխարհը ընկալել եւ վերարտադրել, բայց ամեն դեպքում ունեք ինչ-որ նմանատիպ վերապատրաստման փուլեր ձեր աշխատակիցների հետ կապված։ Անշուշտ ունենք եւ մեր ընդհանուր ռազմավարության հիմնական կետերից մեկը հենց դա է։ Հասկանալի է, Լորիս ջան։ Մի սենց հարց, որ հատկապես կհետաքրքրի նոր սկսնակ կամ գուցե ինչ-որ առաջին քայլեր կատարող գործարարներին, ձեռներեցներին, դուք ունեցել եք ստարտային կապիտալի խնդիր, ինչպես եք այն հայտարարել։ Անշուշտ ունեցել եմ, գումարայինին եկեք կանդրադառնամ, առաջին ու ամենակարևոր ստարտային կապիտալը համարում եմ իմ երկար տարիների փորձը այդ ոլորտում եւ եթե ինձ հարցում են դու զրոյից ես այս բիզնեսը սկսել, պատասխանում եմ ոչ։ Ինձ ոլորտում բոլորը ճանաչում էին, երբ որ ես սկսեցի, եւ մատակարարները, եւ շատ գնորդներ, եւ նաեւ հաճախորդներ ահագին շատ։ Եվ համարում եմ դա ավելի կարևոր, քան գումարայինը, չնայած գումարայինի խնդիր իհարկե ունեցել եմ, դիմել եմ բանկերի, վարկեր եմ վերցրել եւ այլն, ստանդարտ սովորական։ Եվ իհարկե նաեւ իմ այս գործունեությունը բաց է ցանկացած տեսակի ներդրողի համար, որովհետեւ նպատակներս շատ հեռուն են գնում։ Հա, մենք տեսլականների հետ կապված էլ խոսելու ենք։ Եվ բաց եմ քննարկել ցանկացած առաջարկներ տեսանյութ։ Առաջարկ, ներդրման առաջարկներ բաց եմ քննարկել ավելի ընդլայնվելու, ավելի մեծացնելու ցանցը։ Հասկանալի է։ Մի փոքր խոսեք սայթագումների եւ հաջողումների մասին։ Բնականաբար բազմամյա փորձ ունենալով լիքը սայթագումներ եւ հաջողումներ եք ունեցել, բայց հակից որոնք որ ըստ ձեզ կարևոր ֆունդամենտալ կետ են գրավել ձեր այսօրվա կետին հասնելուն, որտեղ որ դուք հիմա գտնվում եք։ Սայթակումները իհարկե անշուշտ եղել են։ Ես սենց կձևակերպեմ, որ ցանկացած սայթակում կամ ցանկացած անհաջողություն պետքա գործարարին չընկճի եւ ճիշտ մոտեցումը սայթակումներին եւ անհաջողություններին, անկումներին բոլոր տեսակի հետեւյալն է, որ վերաբերվես որպես դպրոց, վերաբերվես որպես ուսումնական նյութ, վերաբերվես որպես մի համալսարանի, եւ քաղես քո դասերը անցնես առաջ։ Իսկ հաջողության համար համառություն է պետք է չընկճվել, անընդհատ փորձել։ Այո, փորձել այնքան, մինչև գտնես ճիշտ ճանապարհը։ Կա ինչ-որ մեկը կամ երևույթ ձեր ոգեշնչման համար եւ ընդանուր եւ հատկապես հենց բեսթսելերի կայացման հարցում։ Իհարկե կան աշխարհի մեծերը, ում ես ամբողջ կյանքիս ընթացքում անընդհատ
կարդացել եմ, ոգեշնչվել եմ շատ պատմություններով, կարամ առանձնացնեմ Վլադիմիր Դովգանին, ով ռուս գործարար է, Հայաստանում հայտնի բրենդներից Դոկապիցան է իր պատմությունն այն շատ ոգեշնչել ժամանակին, շատ մանրամասն ունի մի գրքում կոչվում է «Как создать бизнес», «Как заработать $1 миллион без стартового капитала»։ Տենց է գիրքը կոչվում։ Հիմա գիրքը չկա արդեն վաղուց։ Հրատարակության վաճառել են, սպառվել է, ել չեն վերահրատարակել։ Շատ-շատերը կան, ոչ միայն բիզնեսմեններ, փիլիսոփաներ, գեղարվեստական գրականության հեղինակներ, գրողներ եւ այլն, որոնցով ոգեշնչվել եմ։ Եվ գործընկերներ ունեմ, օրինակ արտասահմանյան գործընկերներ ունեմ, ումից շատ բան եմ սովորել եւ ինչու՞ չէ նաեւ այո ոգեշնչվել եմ։ Հասկացա։ Իսկ եթե կոնկրետ մարդկանցից վերանանք, ինձ այս բիզնեսով զբաղվելու ոգեշնչում է կարիքը, գիտելիքի կարիքը, գիտելիք տարածելու անհրաժեշտությունը։ Բայց այսօրվա իրականության մեջ գիրքը մի քիչ թող լեզուս պապանձվի հետին պլան եմ մղվել համացանցի տարում, սմարթֆոնների տարում, բավական դժվար գործ եք դուք ձեռնարկել ասելով ձեր պատմությունը մինչև այսօրվա կետը ասելով ինչ որ ձև նայեք հեղափոխություն լինում է երբ որ ինչ որ բան նորույթ ես բերում հիմա դուք ուզում եք գիրքը որպես ֆունդամենտալ կրթության եւ գիտելիքի աղբյուր հեղափոխություն անել, այսինքն եղած տեխնոլոգիական տարաշրջանում գուցե ստիպել, գուցե համոզել, գուցե ինչ որ այլ մեթոդներ կիրառելով, որ ժողովուրդ ձեր մտահորիզոնի զարգացման համար պետք է գիրք կարդալ։ Այդ առաքելությունն եք վերցրել։ Ոնց եք կատարում ձեզ, ոնց եք կատարում այդ առաքելությունը, ոնց եք բնականաբար զգացողությունները շատ հաճելի են ցանկացած առաքելություն ես հիմա զուգահեռ մտքեր արտահայտելով ավելի եմ խորաթափանցում ձեր մտքերի ու թեմայի մեջ ինչու հենց այստեղ այս ձևով ինչու հենց գրքի ոլորտում գիտեք ես դեմ չեմ գիտելիքի տարածման որևէ այլ մեթոդի որևէ այլ տեխնոլոգիայի այլ ընդհակառակը բաց եմ ողջունում եմ ցանկացած նոր օգտվում ենք այո առավել եւս աշխատող տարբերակներ, բայց ամեն դեպքում են համոզմանն եմ, որ գիրքը մնում է գիտելիքի հիմնական կրիչը առայժմ։ Թեկուզ եւ էլեկտրոնային տարբերակով։ Հիմա շատ կիրառական է դարձել աուդիո գրքերը, որոնք իհարկե համարում եմ ալտերնատիվ, քանի որ եթե դու ունես 1 ժամ ժամանակ, ավելի լավ է նստես ընթերցես, քան լսես։ Տեսողության միջոցով ավելի արագ կընկալես, ավելի լավ կտպավորվի ինֆորմացիան, բայց եթե օրինակ մեքենայի ղեկինես կամ տրանսպորտում ես, իհարկե չի խանգարի օգտվելները դնել, լսել եւ հեղինակներից մեկը շատ լավ համեմատություններ անում, ասում էր դա համալսարանն է անիվների վրա, այսինքն լավ միտք է։ Մի քանի տարում կարելի է մի ամբողջ համալսարանի ուսումնական նյութ լսել եւ սովորել։ Մեկը մյուսին չի խանգարում իմ կարծիքով։ Հասկանալի է։ Իսկ ինչպես եք վերաբերվում կամ ձեր բիզնեսում գուցե ունեք նման վաճառքներ էլեկտրոնային գրքերի, այդ թանակ էկրաններով գրքերին, տեսնում եք զուգահեռներ Amazon Kindle եւ այլ տեսակ գրքերի, ինչ որ զուգահեռ որպես այդ իրականությունում ինչքան էլ խոսենք որ գիրքը պետք է, շատ պետք է, բայց տեխնոլոգիաները իրենք են ստիպել արդեն վերջի տասնամյակներում մի փոքր հետին պլան մղվել գրքին, տարբերություն կա ցես համար, օրինակ դուք ավելի շատ ես ենթադրում եմ որ սիրում եք գիրքը ընթերցել, թերթել, բայց ինչպես եք վերաբերվում այդ էլեկտրոնային գրիչներին, էլեկտրոնային գրքերին։ Շատ լոյալ եմ վերաբերվում։ Դրանք ունեն իրենց եւ առավելությունները եւ թերությունները։ Իհարկե ես նախընտրում եմ թղթային։ Ես արդեն հասկացա։ Բայց մյուս կողմից էլ եթե օրինակ ստեղծվեր թղթին ալտերնատիվ ինչ որ մի նյութ, ինձ համար
շատ ուրախալի կլիներ, քանի որ ահռելի քանակության ծառահատում էկոլոգիային ենք անդրադառնում, հա, այսօր մոդայիկ է դարձել էկոլոգիա, կանաչ տեխնոլոգիա, կանաչ էկոլոգիա։ Իսկ էլեկտրոնային կրիչին նորմալ են վերաբերվում։ Ինքը իր ուրույն տեղը գրավեց գրքի շուկայում ու կանգնեց եւ ոչ մի կերպ թղթային գրքին չմղեց դուրս, ինչը որ ակնկալվում էր։ Դուրս մղվեցին որոշ կատեգորիաներ, օրինակ բառարաններ, հանրագիտարանային զուտ հարմարավետությունից ելնելով որոնման հետ կապ ուներ։ Այո, ես արդեն ենթադրեցի։ Մնաց քարտեզները, ատլասները դուրս մնացին շուկայից, բայց ինչ վերաբերվում է օրինակ գեղարվեստական գրականությանը, ոչ գեղարվեստական, մանկական գրականությանը, պատկերազարդ նկարներով, հա, ինչքան է օրինակ ինտերակտիվ տարբերակներ հորինեն, մուլտիկներ հորինեն եւ այլն, մեկը գիրքը բացարձակ ուրիշ ազդեցություն է ունենում եւ նաեւ երեխայի համար եւ ծնողները փառքաստու հասկանում են, մինչեւ օրս ամենավաճառվող բաժինն է մանկական գրականությունը։ Եվ կարծում եմ, որ մի քանի կատեգորիա անպայման միշտ կմնան տպագրական տարբերակով։ Ինչ տեսակ տեխնոլոգիաները զարգանան։ Այո, ինչպես էլ զարգանան։ Նույնիսկ եթե միանգամից կարողանանք ներմուծել գլխի մեջ ինֆորմացիան, մեկը էլ է գիրք կարդալու հաճույքը, գեղարվեստական գիրք կարդալու հաճույքը, այդ պատկերացնելը այդ ամեն ինչը կմնա։ Հասկանալի է։ Հետաքրքիր մեկնաբանություններ եք տալիս, որ անգամ ես այդ զուգահեռները չեմ անցկացրել, հիմա իմ մոդել նեյրոնային ցանցեր են ձևավորվում նոր այդ մասին մտածելու հետ կապված։ Իսկ ես հիշեցնեմ մեզ դիտողներին, որ իրենք կարող են իրենց հարցերը նաև հաջորդ հյուրերի համար գրել մեկնաբանություններում, ինչպես նաև եթե կցանկանան կապ հաստատել կամ այլ հարցեր ունենալ մեր այսօրվա հյուրին, կրկին իրենք կարող են իրենց մեկնաբանությունները գրել մեր այս հոլովակի տակ։ Լորիս ջան, մի սենց հարց, ձեր անցած ճանապարհում ինչ ռիսկեր են եղել, որոնք գուցե եւ այսօր կան, ինչ գործոններ են ազդել եւ ազդում են հաջողության համար, ինչպես եք դուք գնահատում ձեր ռիսկերը։ Բիզնեսի չստացվելու այդ ամենացավոտ կողմերն են, էլի երևի։ Գիտեք, եթե կա գործունեություն, ուրեմն կա ռիսկ։ Ռիսկ չկա անգործության դեպքում միայն։ Չնայած մյուս տեսանկյունից եթե նայենք, ամենամեծ ռիսկն է դա անգործությունը, հա։ Մարդիկ հաճախ խուսափում են ռիսկի գնալուց, խուսափում են ինչ-որ մի նոր բան սկսելուց, ինչ-որ նոր քայլ անելուց եւ հիմնական վախերից մեկը այո անհաջողություն ունենալու վախն է։ Իմ համար այլ է մի քիչ, ես եթե կա միտք, կա գաղափար, ապա ավելի անող եմ։ Մենակ մնում է գաղափարի գեներացիան լինի։ Չեմ հապաղի, այո։ Ռիսկ իհարկե կա, բայց առանց ռիսկ կյանք չկա եւ կյանքը հետաքրքիր չի։ Իսկ ինչպես եք գնահատում, որ ինչ որ հեղափոխական շրջան եք ունեցել մոտ տարի ու կես առաջ նշեցիք, ինչպես գնահատեցիք, որ կարտարացվի պահն է, նմանատիպ փորձ ունենալուց հետո ես կարող եմ ասեմ, որ դա գուցե զգայական մագարտակում է կատարվում նաեւ, բայց բիզնեսում չեն սիրում այդ զգայական մագարտակը, բիզնեսում հիմնականում սիրում են թվեր, հաշվել, ֆինանսներ, դրական բացասական կողմեր գնահատել, չգիտեմ, ինչ-որ տերմինոլոգիա օգտագործել, ձեզ մոտ ինչպես եղավ այդ գնահատումը։ Տեսեք, իհարկե եղան մտորումներ, եղան նաև մտքեր զբաղվել, շարունակել այս բիզնեսը թե ոչ, ընթացքում սկսելուց առաջ գաղափարը ունեի վաղուց, նույնիսկ անուն ունեի մտածած բեսթսելերը, այո։ Եվ ինչի հենց բեսթսելեր, ինչի որևէ հայկական անուն չդրեցի, որովհետև նպատակ ունեմ Հայաստանից դուրս հանել, հա, այս ցանցը։ Բայց մինչև սկսելը իհարկե մտորումներ ունեցա միգուցե զբաղվել ավելի եկամտաբեր գործով։ Չբացելով ձեր փակագծերը բնականաբար, հա, գիրքը դա ցավոք սրտի առաջին անհրաժեշտության ապրանք չէ եւ մարդը այլ պահանջմունքներ բավարարելուց հետո նոր հասնում է գիրք կարդալու, գիտելիք ձեռք բերելու պահանջմունքներին, սակայն հետո
հասկացա, որ եթե ես չանեմ այս գործը եւ ես չշարունակեմ, առավել եւս ունենալով այսքան փորձառություն ու գիտելիք, ապա դա ով պետք է անի։ Եվ նաեւ մի հանգամանք եւս, որ ամենալավը ես կանեմ։ Եվ միանշանակ որոշումը կայացեցի, որ պետք է արվի։ Ու սկսեցիք ձեր առաջին քայլերը բրենդինգից սկսեցի, լոգո սարքելուց եւ այլն, տենց գնաց առաջ։ Ես համոզված եմ, որ այդ անգամ լոգոյի ձևավորման հարցում դուք ձեր արդեն զրուցելով ձեզ հետ ձեր միջամտությունը ունեցել եք, լրիվ ձեր տեսլականով եք կատարել, այլ ոչ թե վստահել եք ինչ-որ ընկերության։ Ճիշտ կանխագուշակեցիք, դիզայները իմ լավ ընկերներից է, այդ կյանքը այնքան կերա, որ մի հատ փուլում ասեց Ես ասեց ինքնագնահատականս ընկնում է, ինքը շատ լուրջ դիզայներ է, շատ լուրջ գործեր ունի արած, ասում ես ոնց որ կոմոդ Photoshop իմացող աշխատել։ Բայց իսկականից շատ միգուցե սխալ էր, միգուցե ճիշտ էր, չգիտեմ, բայց շատ միջամտեցի, բայց իհարկե ինքը շատ լուրջ բան արեց, ինքը արեց իրականում, էլի պրոստը ներվայնանում էր, որ ես այդպես հանգարում էի ու վերջում կարծում լավ բան ստացանք։ Արձագանքները լավն են։ Եղավ, շատ լավ է։ Բայց ես արդեն կրայեցի, որ նման ճանապարհով եք անցել։ Մի sense բլից հարց, փորձ, գիտելիք, կրթություն, համարձակություն, որն է առավել կարևոր գործարարության։ Ընտրեք ուղղակի մեկը, ինչը առաջին է ձեր գլխին մտքով։ Գիտելիք։ Ձեր ընտրությունն է գիտելիք։ Բացատրեմ ինչի, ոնց է փորձ, գիտելիք, կրթություն, համարձակություն։ Դե տեսեք, կրթությունն ու գիտելիքը շատ մոտիկ են, բայց կարելի է գիտելիք ունենալ նաև առանց կրթության։ Այո, արդյունքը ի վերջո գիտելիքն է։ Փորձի կարևորությունն էլ էլի գալիս է գիտելիքին, եւ մնում են գիտելիքն ու չորրորդը համարձակությունը։ Ավելի ճիշտ կփոխեի ես դա գործողություն։ Համարձակությունը, գործողություն։ Այո, կփոխեի գործողության։ Այսինքն գիտելիք եւ գործողություն։ Առանց գիտելիք չես կարող ճիշտ քայլեր անել, եթե գիտելիք ունենաս, քայլ չանես, արդյունքը էլի 0 է։ Ես նշեցի բլից հարց, բայց ինձ թվում է այս թեմայով նաև մեր հաջորդ հյուրերին տալուց մի հատ ընդանուր բանավեճի առարգա է հեսա դառնալու այս 4 ասպեկտների քննարկման հարցը։ Եղավ, շնորհակալություն Լորիս ջան։ Հաջորդ հարցս վերաբերվում է գործընկերներին եւ մրցակիցներին։ Ինչպես եք վարում նրանց հետ։ Ես մի հատ պրովոկացիոն պատասխան տամ առաջի հայացքից, ես մրցակից չունեմ։ Առաջի հայացքից մարդիկ կմտածեն, կասեն, այս լկտի է ուրեմն, տենց է համարում, բայց ես իրոք համարում եմ, որ չունեմ մրցակից, բոլորին գործընկեր եմ համարում։ Քանի որ իմ մրցակիցները, մյուս գրախանութները, մյուս հրատարակիչները, իրանք լծված են նույն սայլին եւ նույն սայլի տարբեր անիվներ ենք մենք։ Մենք բոլորս գիտելիք ենք տարածում եւ չեմ համարում ոչ մի կերպ իրանց մրցակից։ Եվ մենք ոչ թե պետքա մրցակցենք շատ փոքր ընթերցասեր մասի համար հասարակության, այլ մենք պետքա աշխատենք ընթերցասերների քանակը ավելացնենք, ընթերցանություն պրոպագանդելով, ասելով, խոսելով ընթերցանության կարևորության մասին եւ մոտավորապես տենց 98-2 եթե բաժանենք հարաբերությունը, ոչ թե 2%-ի համար պետքա մրցակցենք, այլ պետքա 98-ից ավելի շատ մարդ ժամանակի ընթացքում բերենք դեպի գրքի աշխարհ։ Այս երկուսը դարձնենք 3, 4, 5, 10 զարգացած երկրներում կարա դա 60%-ի էլ հասնի։ Հասկանալի է։ Ես մի նկատառում հիշեցի ձեր մտքի հետ կապված անվանման հետ բեսթսելերի, որ միջազգայնացման համար է, գուցե նաև դիտողներին հետաքրքրի, նաև մեր հաղորդաշարի իմաստով, մենք էլ անգլերեն անվանում ընդրեցինք business challenge, կարար լիներ, չգիտեմ, գործարար մարտահրավեր, բայց մենք էլ նման ուղիով ընթացանք, չնայած մենք անընդհատ մեր խոսքում փորձում ենք հայկական բառեր օգտագործել եւ մարտահրավեր ինքը տենց երկար հնչելով ավելի է բարի բացատրությունը բացում, հենց որ մենք էլ ձեր ճանապարհով ենք ընթացել, բայց իրականում մարտահրավերներից ենք խոսում։ Լորիս ջան, կուզենայի անդրադառնալ, ճիշտ է, մենք ակնարկ արեցինք աշխատակիցներին եւ մասնագետներին։ Օրինակ ես մտածում եմ, թե դուք
ինչ տեսակ մասնագետների կարիք եք ունենում, որովհետև բիզնեսը ինչ որ առումով սպეციფիկ է, ինչ որ առումով սպეციფիկ չէ, ցանկացած լավ կրթված մարդ կարող է ձեզ համար լինել աշխատակից, իսկ մասնագետ է, որ ինչ մասնագետ է պետք։ Տեսեք, վաճառքի մասնագետների կարիք ենք։ Հա, Մշտապես ունենք այդ կարիքը։ Ցավոք սրտի չկա ոչ մի ուսումնական հաստատություն Հայաստանում, ով պատրաստում է վաճառքի մասնագետներ, եւ այդ բացը ստիպված մենք ենք լրացնում տրեյնինգների, ներքին, այո, դասընթացների միջոցով, նաեւ ունենք մի դժվարություն եւս, որ այդ վաճառքի մասնագետը պետք է նաեւ շատ գիրք կարդացած լինի։ հա, որ ձեր ոլորտից, կարող է գտնես շատ լավ հմտություններ ունեցող վաճառքի հմտություններ ունեցող մեկը, ով գրականություն չի կարդացել, չի ճանաչում։ Եվ այդտեղ կրկին մենք ունենք խնդիր։ Մեր կոպիտ ասած ապրանքը գիրքն է, եւ եթե շատ կարդացած չի մարդը, այդ բազմազանության մեջ իր համար շատ դժվար կլինի կողմնորոշվել, այսինքն ինքը պետք է մի ճանապարհ անցնի ուսումնասիրելու այդ բոլոր գրքերը, որպեսզի կարողանա հաճախորդին ճիշտ ուղղություն տալ։ Իսկն ձեր մոդել է բարդ խնդիրը, միատեսակ անձնավորություններ, ֆոկուսացված մասնագետներ չեն, այսինքն լայն սպեկտրով, լայն մտածողությամբ մասնագետներ, ովքեր եւ ունեն աշխարհայացք։ Այո, լուրջ խնդիր է։ Դե աշխատակիցների վերապատրաստումից խոսեցինք։ Լորիս ջան, ինչպես եք տեսնում հայկական տնտեսության զարգացումը։ Մեկ բառով ասած, կրթության մեջ, բայց ոչ թե ստանդարտ կրթության, այսինքն դպրոց, հետո միգուցե համալսարան կամ ոչ համալսարան, ինչ-որ տեխնիկում եւ այլն, այլ ինքնակրթության մեջ։ Բայց շրջանցելով նաև համալսարանական դպրոցները, իհարկե ես ենթադրում եմ, որ ոչ թե շրջանցելով, որպես լրացուցիչ։ Իհարկե համալսարանական կրթությունը պետք է մասնագետ դառնալու համար, բայց որպեսզի մարդը կարողանա կերտել ուժեղ անձ եւ ստանալ օգտակար գիտելիքներ տարբեր ոլորտների վերաբերյալ, թեկուզ եւ հենց իր մասնագիտության վերաբերյալ։ Համալսարանական կրթությունը դա չի կարող ապահովել։ Եվ ինքը պետք է անընդհատ իր վրա աշխատի, ինքնակրթվի։ Եվ այդ դեպքում մենք կունենանք զարգացած տնտեսություն, երբ որ հնարավորինս շատ մարդ զբաղվի ինքնակրթությամբ։ Իսկ դրա ամենակարճ ճանապարհը գիրք կարդալն է։ Բայց մի հատ sense միտք, ենթադրենք մարդը շատ լավ մասնագետ է, շատ լավ կատարում է իր գործը, ինքը կրթված է, չեմ ասում կրթություն, կրթված է, գրքեր է կարդում, բայց ֆինանսական գեներացիա, որպես այդպեսին, ինքը չի կատարում։ Դա ինչպես կարող է ազդել մեր երկրի տնտեսության, այսինքն մարդը շատ լավ մասնագետ է, ձեր ասածի պես ինքնակրթվում է, բայց Հայաստանի մեր երկրի տնտեսության զարգացման հարցում իր անմիջական ներդրումը չվիրավորելով այն տիրույթը, որ բնականաբար մասնագետը ինքը արժեք է ստեղծում եւ այլն եւ այլն։ Ինչպես է ինքը գեներացնում այդ արժեքը, որը օգնում է տնտեսության։ Ինքը կարող է շատ լավ կրթված լինի, գրքեր կարդացած լինի, բայց դա չօգնի չէ մեր հայկական տնտեսությանը։ Տեսեք, տնտեսությանը օգնելու համար ինչ է պետք։ Գործունեություն, գումար գեներացնել, ճիշտ է։ Ուղիղ առաջինը, հա։ Ինչ որ X ոլորտում, եթե մարդը չի կարողանում դա անել, ապա ինչի չի կարողանում, պետք է հետ գնա։ Հա, մտածում եք, որ խնդիրը գիտելիքի բացակայությունն է։ Միանշանակ գիտելիքի չասենք բացակայությունը, բայց ասենք պակաս։ Կոմպետենցիա եւ գիտելիքի պակասը։ Այո, եւ օրինակ այն փորձը, որ մարդը չունի դեռ, որ պետք է անի, որ ունենա, դա կարելի է գիտելիքով փոխարինել, այսինքն վերցնել ուսումնասիրել արդեն այդ գործը արած մարդկանց փորձը կյանքի գրքերի միջոցով, սովորել իրանցից, սկսել կիրառել քո գործունեության մեջ ընթացիկ եւ անպայման ֆինանսական էկվիվալենտով ազդեցությունը կլինի։ Մի օր չէ, շատ արագ կլինի։ Եթե խոսենք հենց փող աշխատելուց, եթե մարդը ունի շատ գիտելիք, շատ կարդացած է, բայց փող չի կարողանում աշխատել, ինքը պետք է կարդա փող աշխատելու մասին գիրք։ Բայց մենակ կարդալը չի օգնում, պետք է սկսի զբաղվել, քայլեր անել։ Գիրք կարդալը զուտ ժամանցի համար չեմ դիտարկում այս պահին, այլ
պետք է կարդա, պետք է մի հատ պրոյեկտի իր կյանքի վրա, պրոյեկտի իր առօրյայի վրա եւ տեսնի վերցնի այդ գիտելիքը եւ հաջորդ քայլով մտածի ինչ քայլ կարող եմ հաջորդը անել։ Եվ արդեն ինքը զինված կլինի գիտելիքով, սխալվելու հավանականությունը պակաս կլինի։ Եվ սա եթե բազմապատկենք 1.5 միլիոնով օրինակ, տեսեք ինչ արդյունք կստանա։ Էկվիվալենտ, հա։ Բայց էլի չկպնելով մարդկանց էմոցիոնալ ֆոնին, մենք բազմաթիվ օրինակներ ունենք, որ հայտնի եւ ոչ հայտնի գործարարներ չունենալով համապատասխան, լավ, ասենք, չանցնելով ինչ-որ ճանապարհներ, գրանցում են գործարարության աշխարհում հաջողություններ։ Գուցե դրանք բացառություններ են, գուցե դրանք փոքր մասն են, բայց կան նաև այդ սա նաև ոնց որ ագնարկե են մյուս են 4 բաղադրիչներին են բլից հարցի կան չէ այդպիսի օրինակներ ովքեր որ ինչպես է կարծում հասկանալի է որ կարող է իրանք ուրիշների համար ոգեշնչման աղբյուր չլինեն բայց ամեն դեպքում մարդիկ անում են իրենց գործը ձևավորում են իրենց գիտելիքը իրենց ձևով ոչ մենակ գրքեր կարտալով փորձով սխալների ճանապարհը անցնելով եւ հենց հարցի շրջանակներում տնտեսությանը իրենց օգուտն են տալիս։ Բնական է երկուսս էլ լավ ենք վերաբերվում նման տեսակ մարդկանց, բայց կա նաև այդ օրինակը, չէ՞, գուցե դա էլ գործարարին հատուկ ինչ-որ գծեր են, որ անկախ գիտելիքի գիրք կարտալու հնարավոր չէ ձևավորել անգամ գիտելիքի ու գիրք կարտալու միջոցով։ Ինչպես կմեկնաբանեք ես։ Անշուշտ կան տենց մարդիկ, իրենք միևնույն է ունեն գիտելիք։ Կարևոր չէ գիրք կարդալով են ձեռք բերել, թե իրենց սեփական կաշվի վրա փորձելով եւ վերջում այդ գիտելիքը ձևավորվել է։ Առանց գիտելիք հաջորդ քայլը ճիշտ չէին անի։ Ի վերջո ձեռք են բերել որոշակի գիտելիք, հավաքել են թիմ, օրինակ թիմ կառուցելու գիտելիք են ձեռք բերել։ Կառուցել են լավ թիմ, համալել են թիմը մասնագետներով կարողացել են այդ թիմի համար ոգեշնչում ապահովել, լավ առաջնորդ են եղել եւ ստացվել է ամեն ինչ։ Բայց առանց գիտելիք, եկեք խոստովանենք, որ մեկի աղբյուրը գիտելիքն է։ Այո, եթե շատ պրիմիտիվ, եթե օրինակ հայերեն տառերը չիմանանք, հայերեն տեքստ ոչ մի ձև չենք կարողանա կարդալ։ Ինչքան ուզում է բնածին հատկությունները օժտված լինեն։ Հա։ Բնականաբար։ Լորիս ջան, գուցե արդեն նշվեց, բայց հեշտական մեր հարցերից է թե ինչ մարտահրավերներ եք ձեր առաջ դրել, որոնք լուծել եք կամ դրանց լուծման փուլին եք գնում, այս մարտահրավերը մեր հաղորդման շրջանակներում, հաղորդման գաղափարի շրջանակներում։ Դրել եմ մարտահրավեր հնարավորինս շատ մարդու կրթվելու հնարավորություն եւ գիտելիք ստանալու աղբյուր դառնալ։ Ես իմ բիզնեսը եւ հնարավորինս հասանելի դարձնել մարդկանց համար գիրքն ու գիտելիքը։ Այդ մարտահրավերն եմ իմ համար դրել առայժմ Հայաստանի սահմաններում, հետագայում ինչու՞ չէ նաեւ Հայաստանից դուրս։ Եվ հերթական մեր խորագիրը, մեր հենց չելենջը ինչի կարիք ունի ձեր բիզնեսը, ով եւ ինչպես կարող է ձեզ օգնել, դուք ինչպես եւ ինչով կարող եք օգնել մյուսներին։ Մեր բիզնեսը ունի կարիք ընթերցասեր հասարակության։ Հետաքրքիր է։ Մենք կարդացող մարդկանց կարիք ունենք։ Եվ շատ ենք խնդրում հանրությանը, որպեսզի շատ կարդան, շատ գիրք կարդան։ Ուրի ավելի մեծ օգնություն պատկերացնել հնարավոր չի մեր բիզնեսին, գրավաճառության եւ հրատարակչական բիզնեսին, քան շատ ընթերցողները։ Եվ դա փոխշահավետ համագործակցություն կլինի։ Իսկ ովքեր ունեն մեր կարիքը։ Մինչև ովքեր ունենալ ձեր կարիքը, խնդրեմ, իսկ ավելի առարգական գուցե ձեր բիզնեսի ընդլայնման հետ կապված խոսքը միայն ֆինանսականի մասին չէ, նաև գործընկերների առումով ինչի կարիք ունի, որ խոսքի մեջ ձեր զրույցի սկզբում նշեցիք, որ տարածվելու, չգիտեմ, ինչ-որ մոդելներ եք դիտարկում, գուցե դա ֆրանշիզային մոդել է, գուցե այլ մոդել է։ Ֆրանշիզային մոդել է, այո։ Իհարկե բացենք եւ շատ ուրախ կլինենք,
եթե հետաքրքրողներ լինեն, ես դրան մի քիչ օգնություն չեմ որպես դիտարկում, գործընկերություն դա գործընկերություն է, համագործակցություն է, այո, եւ փոխշահավետ է։ Պետության կողմից չեք կարդում, հա։ Կակնկալեի օգնություն գիտեք ինչի տեսքով, որ ավելի շատ գումար հատկացներ գրքի տարածմանը, թե ռոպագանդայի առումով, թե գրադարանները համալրելու առումով։ Օրինակ, եթե շատ փող հատկացնի նոր գրադարաններին, այո, եւ գրադարաններին պայման դնի գրքերը առնել գրախանութներից, դա գրախանութի զարգացմանը շատ մեծ խթան կհանդիսանա, ավելի շատ գրախանութներ կբացվեն, ավելի հետաքրքիր կդառնա այս բիզնեսը մարդկանց համար։ Հարվածի ընթերցասրաների տարածված ոճին կամ այդ նման ձևով խտանելով գրախանութների ինչ որ վնաս չենք տա ընթերցասրահներին, պետական եւ գուցե ոչ պետական։ Չէ, գրադարանը դա լրիվ ուրիշ ինստիտուտ է եւ ինքը ոչ պակաս կարեւոր է, քան գրախանութը եւ համալրելով գրադարանները մենք կստեղծենք հնարավորություն նաեւ այն հասարակության այն մասի համար, ով իսկապես հնարավորություն չունի գնելու այդ գրքերը, բայց կունենա հասանելիություն լավ գրքերի կարդալու, զարգանալու։ Հա, հետաքրքիր։ Իսկ դուք ինչպես կարող եք օգնել ձեզ, գուցե ձեր ոլորտում, գուցե ձեր ոլորտից դուրս, չգիտեմ, ինչ որ մի սկսնակ գործարար, ինչ որ հարցով, էլի խոսքը գումարի մասին չի։ Ինչ որ մեկը ձեզ է դիմում, ըստ ձեզ դուք ինչ ձեր առաջի մտքով ինչ է անցնում, ոնց կարաք ուղղորդեք փորձի փոխանակությամբ միգուցե։ Առաջինը փորձի փոխանակությամբ։ Միգուցե փորձի փոխանակությամբ տարբեր ենթավորորդների գծով։ Ինչ նոր ծրագրեր ունեք գալիք շրջանի համար։ Մոտակա 3 ամսվա կամ ինչը որ կարող եք բարձրաձայնել 3 ամսվա, 6 ամսվա հետ կապված փոփոխություններ, լրացումներ։ Կոնկրետ 6 ամսվա հետ կոնկրետ 6 ամսում չեմ կարող հստակ ասել, մոտակա տարում նպատակ ունեմ ավելի ընդլայնել ցանցը, ավելի հասանելի դարձնել մարդկանց քարտեզի տեսանկյունից, թիմի կառուցման հարցում ավելի մեծ հաջողություններ գրանցել, քանի որ թիմը նոր է ձևավորվում, եւ դա ամենակարևոր արժեքն է բիզնեսի համար։ Անընդհատ ինչ որ process է։ Այդքան է երևի։ Հա։ Ինչ խորհուրդ կտաք նոր սկսնակ բիզնեսներին, գործարարներին, ովքեր որ անում են իրենց առաջին քայլերը։ Խորհուրդ կտամ չվախենալ ձախողումներից, խորհուրդ կտամ ձախողումների ժամանակ չհուսահատվել եւ հավատալ, որ անպայման հնարավոր է հաջողություն։ Ու անել հաջորդ քայլը, շարունակել, աշխատել, նորից սկսել, նույնիսկ եթե բացարձակ ձախողում է, ոչինչ, չհուսահատվել, հավաքել նոր ուժ, հավաքել նոր իներցիա, նորից սկսել այնքան, մինչև կստացվի։ Հա, կամ մի քիչ հանգստանալ ու նորից սկսել։ Թեկուզ։ Կա ինչ-որ դրվագ պատմություն ձեր գործունեությունից, գործարար աշխարհից, որ կցանկանաք պատմել, գալիս է ձեր մտքին, որ հատկանշական դրվագ է կամ պատմություն է ձեր հետ կատարված։ Կամ գուցե լսել եք աշխատակիցներից, որ, չգիտեմ, այսօր ինչ-որ մի հաճախորդ մոտեցավ խանութում, այսինչ ուզեց, մենք զրույցի բռնվեցինք։ Գիտեք, շատ կան պատմություններ, կան եւ ծիծաղալու պատմություններ եւ կան տխուր պատմություններ։ Ես կուզենամ այդ տխուրներից մեկը ասեմ այսօր։ Հաճախ հանդիպում են երեխաներ, ովքեր անցնելով տաղավարի կողքով մեծ ոգևորությամբ գալի ինչ-որ մի գիրք են վերցնում եւ շատ են ուզում ունենալ այդ գիրքը, իրենք դիզայնը կամ չգիտեմ ինչ-որ մի բան գույները միգուցե գրավում են երեխաներին, ցավոք սրտի կան եւ քիչ չեն ծնողներ, ովքեր դրա համար հանդիմանում են երեխաներին, սա ասում են գիրք գնելու համար, հա, գրքին նկատմամբ այդպես գցվելու եւ վերցնելու համար ասում են, որ օրինակ մենք այսօր դրա համար չենք եկել այստեղ,
կամ նախատեսված չէ կամ արի հետո կառնենք։ Դե նման արդյունքներ տարբեր տաղավարներից անցնելով կարող են ասել ծնողները, բայց հա գրքի մոտը դենց չասեն, ուզում եք ասեք։ Ես ուզում եմ ասել, նման ֆիդբեքեր եք ստանում դուք, այսինքն։ Երբեմն ստանում եմ, այո, եւ ուզում եմ հորդորել այդ ծնողներին, որ գիրքը դա սովորական ինչ որ ապրանք չէ, հերթական, որ կարելի է եւ այսօր չգնել։ Եվ մաքսիմում հնարավորության սահմաններում պետք է խթանել երեխայի մոտ այդ սերը գրքի նկատմամբ, որովհետեւ իմացեք, որ դա ներդրում է։ Դուք ծախս չեք անում։ Դուք փողը չեք ծախսում, օրինակ, ինչ-որ քաղցավենիքի կամ հագուստի կամ ինչ-որ բանի վրա, որ վաղը պիտանելիության ժամկետը կորցնելու է կամ վերջանալու է։ Դա ներդրում է, որը իրանից ներկայացնում է երկարաժամկետ ներդրում։ Այսինքն այդ մի գրքով միգուցե ձեր երեխան կդառնա ընթերցող եւ դա իր կյանքը լրիվ ուրիշ հունով կտանի։ Շատ լավ, հետաքրքիր, ինքը ոչ թե մի դրվագ, այլ կրկնվող պատմություններ են ստացվում, որ մի անգամվա դրվագ չի, ցավալի, հա։ Ցավոք, իհարկե ես պետք է նշեմ նաև զուգահեռ հակառակն էլ, որ մարդիկ գալիս են երեխեքի հետ հատուկ գալիս են գիրք առնելու, երեխեքի մեջ սերմանում են այդ կուլտուրան, իրանք կարդացած են, խորհուրդներ են տալի երեխային, այսա կարդա, հետո նա կարդա եւ այլն, դա էլ է շատ։ Ինձ թվում է վերջի տարիներին մի քիչ խտանեց նաև այդ գիրք նվիրելու տրադիցիան Հայաստանում տարածվեց, չէ՞, վերջի տարիներին։ Ես պատկերացնում եմ ինչ է կատարվում ձեր գրախանութների ցանցում այդ օրերին, բայց երևի երկուսից ցանկություն էլ այն է, որ նմանատիպ օրեր լինեն ոչ մենակ փետրվարի 19-ին մոտ օրերին, չէ՞։ Այո, իհարկե, գրքի շատ լավ է, որ այդ տոնը կայացավ, հանգուցալ Լևոն Անանյանի շնորհիվ գրողների միության նախագահներ, այո, իրոք կայացավ այդ տոնը, հիմա իրոք գրքի տոն կարող ենք անվանել, բայց գիրքը կարդալը դա անհրաժեշտություն է եւ ինքը պետք է մարդուն անընդհատ ուղեկցի, ոչ թե տոնից տոն, իմ խորին համոզմունքն է դա։ Եթե հանդիպենք 6 ամսից կամ 1 տարուց նստենք զրուցելու, ինչը կուզեք փոխված լինի ձեզ մոտ, անձնապես գործարար կյանքում եւ ինչը կուզեք ընդհանուր հայկական գործարար իրականությունում փոխված լինի 1 տարուց։ 1 տարուց հայկական գործարար իրականությունում։ Կուզենայի վարկերի տոկոսները իջնեին ավելի։ Հնարավորություն ընձեռվեր նոր, քանի որ խանգարող հանգամանքներից մեկն էլ դա է։ Տնտեսական ինչ-որ ցուցիչներից ենք սկսում զրուցել, որը հա դա զուտ ցանկություններ են, հա։ Ռիսկը կպակասեր ավելի շատ մարդիկ ավելի շատ կուզենային զբաղվել բիզնեսով։ Ես իհարկե դեմ չեմ նման ինստիտուտ, եթե տնենք անուն այդ վարկավորումով ձեռք բերել գումարներ, անցել եմ նույնիսկ այդ ճանապարհներով, բայց մի հատ գուցե համաձայնվեք, գուցե չեմ, մի հատ դրվագի եմ եկել, մի հատ իրավիճակի եմ եղել, որ զգում եմ, որ հասունություն է գալիս, երբ որ դու հասկանում ես, որ այ հիմա պետք չի գումար վերցնել հատկապես վարկով։ Կա նման շրջան, փաստեք, որ գուցե ձեզ մոտ էլ եղած լինեն տարբեր շրջաններ, որ զգում ես, որ հիմա ժամանակն է գուցե այլ ճանապարհով ներդրող գտնելով, կամ գուցե հիմա ժամանակն է մի քիչ էլ սպասել, մասնագիտանալ, հմտանալ կամ ամեն ինչ թողնել, որ իր հունով լողա, մինչև հաջորդ փուլ անցնել, գուցե այդ ժամանակ քո մտահորիզոնն էլ այլ կերպ աշխատի ու զգաս, այ հիմա է թեկուզ վարկը գնալ ձեռք բերելու ճիշտ ժամանակ, այսինքն դա ոչ պետք է լինի շուտ, ոչ էլ ժամանակավրեպ, հատկապես երբ որ վարկավորման հետ կապված հարցերից ենք խոսում, դրան էլ է հասունություն պետք ու բազմաթիվ մեր ընկերների շրջանում էլ գուցե մենք էլ ենք այդ ճանապարհներով անցել, երբ որ ձեռք ենք բերում այդ գումարները ու հետագայում դժվարանում ենք վճարել, որովհետև դա մտնում է մեր ամսական ծախսերի մեջ։ Սա զուտ նկատառում ինքս զգացած անցած է։ Լրիվ համոզված եմ ձեր հետ, մի տարուց էլ ինչ կուզենայի ավելի ստաբիլ երկիր ունենալ, որը նույնպես կնպաստեր բիզնեսի զարգացմանը, ներդրողներ դրսից եւ
դրսից թեկուզ եւ հենց տեղում մարդիկ վերածվեին բիզնեսմենի, այսինքն ընտրեին այդ ճանապարհը։ Դրա համար ինչ է պետք է ստաբիլություն է պետք զգալ։ Հա։ Ես իհարկե հաջորդ հարցի պատասխանը կրում եմ, բայց պարտավոր եմ տալ, ո՞րն է հաջողության բանալին։ Իմ կարծիքով չկա այդպիսի բան, հաջողության բանալի, որը եթե դու ունես, ուրեմն հաջողությունդ երաշխավորված է։ Այնուամենայնիվ նորից պետք է շեշտեմ, որ համառությունն է ամենակարևորը եւ անշուշտ նաեւ գիտելիքը։ Այդ երկուսի համադրությունը դեպքերի մեծամասնության ժամանակ բերում է հաջողության։ Շնորհակալ եմ Նորից ջան։ Իսկ մի փոքր շեղվելով մեր գործարար խոսակցությունից, ընդհանուր ցանկացած մարդ ունի իր տեսլականը, իր ապագայի պատկերացումները։ Ըստ ձեզ, ինչպիսին է լինելու ապագան։ Գուցե կարող եք նաև ձեր ոլորտի հետ էլ հատել, բայց ընդհանուր է հարցը։ Ինչպիսին է լինելու ապագան, աշխարհի ապագան, մոլորակի ապագան, Հայաստանի ապագան 10, 20, գուցե 50 կամ։ Գիտեք, հիմա այնքան հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում։ Տեխնոլոգիական առաջին հերթին։ Լավ տեսանկյունից, վատ տեսանկյունից կլիմայական շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, որոնց լուծման համար էլ որոնց մասին ոնց որ թե շատ անհանգստացած չեն մարդիկ, բայց եթե խորանում ենք մի պահ կանգ ենք առնում, մտածում ենք թե ինչ մեծ քայլերով է կլիման փոխվում, օրինակ 20 տարի հետո չգիտենք ինչ կլինի։ Կամ թեկուզ հենց քաղաքական տեսանկյունից աշխարհը վերադիրքավորվում է, աշխարհում լուրջ փոփոխություններ են, վերադասավորություններ են տեղի ունենում, ֆորմատը փոխվում է իմ կարծիքով։ Դրա հետ նաև տնտեսությունն է բնականաբար փոխվելու, մասնագիտություններ են ավելանում, մասնագիտություններ են ոչնչանում, այս AI-ի զարգացումը, AI-ի տեխնոլոգիաների ու այս ամեն ինչի հետ կանխագուշակել նույնիսկ 2 տարի հետո ինչ կլինի դժվար է։ Բայց որ մտածում եք ինչ որ նկար գալիս է ձեր մտքով թե ինչպիսին է ապագան 30 տարի հետո։ Ես օպտիմիստ եմ։ Անհույս օպտիմիստ եմ եւ այնուամենայնիվ մտածում եմ, որ այս ամեն ինչը մանավանդ տեխնոլոգիական այս զարգացումները ինֆորմացիան ու գիտելիքը ավելի մատչելի են դարձնում մարդկանց համար, ավելի հասանելի են դարձնում։ Ինչը անպայման իր արդյունքը տալու է եւ մարդիկ կրթվելու են, ավելի են զարգանալու։ Եվ 30 կամ 50 տարի հետո միգուցե ստանանք մարդկության գիտակցության այնպիսի մակարդակ, որը բերի բալանսի այս ամեն ինչը։ Հա, այդ ճուր տոպիստական վիճակներ։ Ինչպես կարող են հաճախորդները ձեզ գտնել։ Մենք տեղակայված ենք Մեգամոլ առևտրի կենտրոնում, մեր բրենդի տակ գործում է 2 գրախանութ մետրոյի կայաններում, Հանրապետության հրապարակ եւ երիտասարդական։ Ինչպես նաեւ մեծածախ գնումների համար կարող են այցելել Սևանի 110 հասցե ու նաեւ ես եմ այնտեղ սիրով կընդունեմ։ Հա, սոցիալական ցանցերով, չէ՞, նաեւ սոցիալական ցանցերով Facebook-ում եւ Instagram-ում ունենք էջեր, Bestseller Armenia անվանտակ։ Իրականում ես ասենց որ մտածում եի, մենք խորագիր ունենք գիրք նվիրելու, խորագիր տնենք անունը թե ավանդույթ երևի ավելի ճիշտ կլինի ասած։ Մենք ավանդույթ ունենք գիրք նվիրելու, որ մեր հյուրերը գիրք են նվիրում, լավագույն հարց կամ մեկնաբանություն գրողին, ինչ գիրք եք պատրաստվում դուք նվիրել մեր դիտողին, ով որ լավագույն հարցը կամ դիտարկումը կգրի մեր մեկնաբանություններում։ Ես շատ եմ սիրում գիրք նվիրել եւ իմ կյանքում տված ամենաշատ նվերը դա գիրքն է եղել։ Ես կնվիրեմ այդ մարդուն Հենրի Ֆորդի ինքնակենսագրականը, որը կոչվում է Իմ կյանքն ու գործը։ Շատ հրաշալի գիրք է։ Հենրի Ֆորդի անցած դժվարին փորձառության մասին է, թե ինչպես ավտոտնակից սկսել է այդ մեծ ավտոինդուստրիան, սկսել է սովորական ավտոտնակում տրակտոր հավաքելուց։
եւ հետաքրքիր պատմություն կա մեջը, հաշվի չի առել դռան չափերը, հավաքել վերջացել է, հետո հայտնաբերել են, որ Չի կարող դուր չի գա։ Ստիպված դուրը պատը քանդե, դուրը մեծացել են։ Կոդրում են։ Դա հորիզոն են բացել։ Այո։ Էդ էլ իրենց չելենջն է եղել, ջարդը անցել են։ Ֆորմատ են փոխել, արդյունքում նպատակ են դրել ավտոմեքենան հասանելի դարձնել լայն հասարակության համար, լայն մասաների համար, ու հասան այդ նպատակին, դարձան աշխարհի ամենամեծ ավտոարտադրողը այդ ժամանակների։ Շնորհակալ ենք ձեր նվերի համար, համապատասխան պրոցեսներից հետո մենք ձեզ էլ տեղյակ կպահենք, գուցե հանդիպում լինի, գուցե մոտենան ձեզ մոտ այդ տեխնիկական հարցերի մասին բարձ կլինի հաջորդ քայլերում։ Ինչ հարց տանք հաջորդ հյուրին ձեր կողմից։ Հարցեք, որպես բիզնեսմեն, կորպորատիվ գրադարան ունի թե չէ։ Հա, հետաքրքիր է։ Հա։ Կրամ եմ պատասխանը, բայց կհարցնենք անկախ էլի։ Այսինքն իր թիմին, իր աշխատակիցներին ապահովում է գրականությամբ։ Կորպորատիվ ասելով մասնագիտական ու կորպորատիվ գրադարանում կարող է նաև ոչ մասնագիտական դիրք լինել, բայց ուղղված լինել մասնագիտական հմտությունների։ Բայց ուղղված լինել, այո, թիմի զարգացմանը։ Հասկանալի է։ Հետևյալն է, ունեն թե չունեն։ Հասկանալի է։ Ինչ է բիզնեսը մեկ բառով։ Հարարում։ Շնորհակալություն։ Այսօրվա իմ հյուրն էր բեսթսելեր գրախանութների ցանցի հիմնադիր Լորիս Վարդանյանը։